Տեղի ունեցող իրադարձությունները, տեսնում ենք պետություն եկեղեցի կոնֆլիկտը, ներկայիս իշխանությունները պարբերաբար տարբեր կերպ փորձում են ճնշել եկեղեցուն, մտավախություն չկա, որ հասարակության մեջ էլ պառակտում կմցնի։ Գիտեք, ինչ որ լինում է, պատահաբար չի լինում, պատահական չի լինում, կարծում եմ, եւ եթե մենք բոլորս ամեն ինչի մեջ փորձենք նաեւ Աստծո ձեռքը տեսնել, Աստծո ներկայությունը եւ աղոթքով այն ինչ որ տեղի ունենում, հանձնենք Աստծուն եւ Աստծո ձեռքից յետ խնդրենք, այսինքն Տերը նաեւ ամեն չարիքից բարիք գիտի բխեցնել, Տերը կբխեցնի այդ բարիքը։ Կարևորը որ մենք սիրենք մեր եկեղեցին, հարգենք մեր եկեղեցու կարգն ու կանոնը, նվիրապետությունը, աղոթենք մեր հայրապետի համար, երկար օրերի կյանք մաղթենք իրեն, ինչպես եւ երգով մենք մշտապես հայրապետական մաղթանքով, հայրապետական օրներգում միշտ ասում ենք եւ խոսենք, զբարիս խորհենք, խոսենք եւ գործենք։ Ամենակարևորը սա է։ Քրիստոնյա ազգիս համար, ազգիս զավակների եւ ամեն երկպառակություն, ամեն պառակտում այդպես կանցնի եւ այս ուխտի օրը թող Սուրբ Թադեոս եւ Բարտողոմեոս առաքյալները բարեխոս լինեն մեր ժողովրդին։ Այնուամենայնիվ մենք արդեն տեսնում ենք այդ սերմերը, որ հասարակության մեջ ցանում են, այսպես ասած, եւ ամեն դեպքում կան մարդիկ, որ այլակարծություն ունեն, վատ մեկնաբանություններ ենք կարծում, ինչպես պետք է պայքարել սրանով։ Չարին ոչ չարով պատասխանելով, հայհոյանքին ոչ հայհոյանքով, ատելությանը ոչ ատելությամբ։ Ես արդեն ասացի, սիրով, աղոթքով, համբերությամբ, լավատեսությամբ, հույսով, հավատով եւ հավատացեք ամեն չարիքից Աստված բարիք կբխեցնի։